հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի երկրներից մեկում տեղի հայ գործարարների վրա պետականորեն ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք միջամտեն Հայաստանի ընտրական process-ին հօգուտ առանձին քաղաքական ուժերի, ընդ որում այդ օգնությունը միայն դրամական չէ։ Այդ հաղորդագրությունը գալիս եւ տեղավորվում է ոչ միայն Հայաստանի հենց այս նախընտրական գործընթացի շրջանակներում, այլև այն տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում, փոփոխություններ, որոնք տեղի են ունենում թե մեր տարածաշրջանում, թե մեր հարևան երկրներում։ Իսկ մեզանից հարավ ընթանում է մի պատերազմ, որը հստակորեն ձեռք է բերել տարածաշրջանային պատերազմի ուրվագծեր։ Դա պատերազմն է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կոալիցիայի ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության։ Պատերազմն ընթանում է արդեն 10 օրից ավել եւ ակնհայտ է այն, որ Իրանն ուղղակի ուժասպառ է լինում։ Սակայն Հայաստանի ներսում ամեն ինչ անում են որոշ շրջանակներ Հայաստանը հարվածի տակ դնելու համար։ Փորձենք հասկանալ ինչ է տեղի ունենում այս տարածաշրջանային փոփոխություններում գտնվող նախընտրական Հայաստանում եւ ինչպես է դիրքավորվում Հայաստանը եւ ինչ սպառնալիքներ մենք ունենք եւ որոնք են դրանց հաղթահարման ճանապարհները կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներում։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է միջազգային անվտանգության հարցերով փորձագետ, Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյան, Live ալիքի հիմնադիր եւ վարող, հենց ինքը Տիգրան Ավագյանը։ Բարև ձեզ, պարոն Ավագյան, ուրախ եմ ձեզ նորից տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, շնորհակալություն, նույնպես հաճելի է ելույթ ունենալ ձեր թողարկմաններ։ Շնորհակալ եմ։ Եվ ուրեմն, պարոն Ավագյան, սկսենք մեր Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության այս նախազգուշացնող հայտարարությունից չի նշվում, թե որ երկրի մասին է խոսքը, բայց նշվում է, թե ինչ է արվում այդ երկրում, որպեսզի միջամտություն տեղի ունենա եւ ազդեցություն իրականացվի Հայաստանի այս նախընտրական եւ ընտրական գործընթացներում։ Ձեր մեկնաբանությունը, ինչի մասին է խոսքը եւ ինչի հետ գործ ունենք, հաշվի առնելով այն համատեքստերը, որը կա մեր տարածաշրջանում, այն պատմական ժամանակաշրջանը, որում մենք ապրում ենք, համեցեք։ Շնորհակալություն։ Մենք գտնվում ենք այն փուլում, երբ անվտանգությունը ոչ միայն Հայաստանի, ռեգիոնի յուրաքանչյուր երկրի կախված է հավասարակշռությունից։ Դա շատ կարևոր է հասկանալ։ Այն երկրները, որոնք ճիշտ չեն կողմնորոշվի այս վիճակում, կարող են կորցնել իրենց դիրքերը եւ նաեւ անկախությունը։ Շատ դրա համար այդ խոսքերը շատ զգուշ պետք է լինեն, դա միայն խոսքեր չեն։ Ընթանում է համաշխարհային պատերազմ։ Իրանը կարանք կոչենք որպես հզոր առյուծ եւ մյուս կողմից Ամերիկան ամենաաշխարհի հզոր երկիրը։ Ճակատագրական պատերազմի մեջ են գտնվում։ Այս վիճակում բոլոր ուժերը, որոնք ուզում են Հայաստանը ներկաշեն այդպիսի կռվի մեջ, ինչ որ չափով, գործում են Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։ Դա պետք է հասկանալ։ Եվ այդպիսի խաղերը շատ վտանգավոր են։ Ու պարզ է, որ այդ վիճակում ամենակարևոր
գործոն են դարձնում երկրի անվտանգության մարմինները, որոնք պիտի կասեցնեն այդպիսի փորձեր, ինչ որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքին։ Եթե չեն կասեցնում, ուրեմն դա հարցեր կառաջանա իրանց գործունեության, բայց պիտի կասեցնեն, դա Հայաստանի դեմ ուղղված։ Նույն ավելի լայն ուզում եմ ասեմ, որ բոլոր երկրները, նույնպես Իրանը, աշխատում է եւ կաշխատի, դա տրամաբանորեն է, որ Հայաստանում այդ ուժերի հետ համագործակցի, դա նորմալ երևույթ է, Իրանը իր քաղաքականությունն է վարում, եւ համայնքի հետ, հայկական համայնքի հետ, որը գտնվում է Իրանում, կաշխատի այդպիսի դեմ բերի, որ ցույց տա, որ հայերը իրանց հետ են։ Նույնը կատարվում էր քրդական ուժերի կողմից, երբ Սուրիայի բանակը հակամարտության մեջ է մտել քրդական ուժերի հետ Սուրիայի հյուսիս-արևելյան մասում, որը գտնվում էր քրդական զինվորական ուժերի հսկողության տակ։ Առաջացել են հայկական գումարտակներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Պարզ է, որ կան մերձավոր արևելքի տարբեր մասերում հայկական ինքնապաշտպանական ուժեր, վտանգավոր է այնտեղ ծանր վիճակը, բայց այդ ուժերը միշտ պիտի շեշտեն, ոնց որ արել է Բեյրութի հայկական բանակը 1970-ականների պատերազմի ժամանակ, որ ինքը պաշտպանում է հայկական համայնքը, ոչ թե Իսրայելի կողմից է կամ արաբների կողմից է, բոլոր այն ուժերը, որոնք ասում ենք, որ մենք հիմա այս երկրի կողմից են կամ այն երկրի կողմից են, իրանք լիովին աշխատում են վերջի հայ պետության դեմ։ Դա է նշանակում։ Ուղիղ ու պարզ է, որ այս վիճակում տրամաբանորեն է, նույնը ինչ որ դուք նշեցիք, որ Հայաստանի անվտանգությունը պիտի կասեցնի այդպիսի փորձերը։ Դա բնական է, դրա համար իրանք ուղղված են պետականության դեմ եւ կապնված չեն, ով է ղեկավարում Հայաստանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ուրիշ վարչապետ կամ ինչ որ ուրիշ ուժերը, դա պետականության մասին է խոսքը։ Դա շատ լուրջ է։ Դրա համար բոլոր հզոր ուժերը, որոնք իրանց ուժով ի վեր են տասնյակ անգամ Հայաստանի հիմիկվա հնարավորություններից, իրանք շատ ուշադիր հսկում են ներքին Հայաստանում իրադարձությունները եւ այն ուժերը, որոնք ասում են եկեք Իրանի կողմից ելնենք կամ նույն ժամանակ եկեք մասնակցենք օրինակ Ամերիկայի կողմից։ Այս վիճակում պետք է նեյտրալ լինել։ Դու կարաս նեյտրալ չլնես, երբ դու ուժեղ ես եւ ունես եւ տակտիկական եւ ստրատեգիական նպատակ ու համոզված ես, որ հույս կա հասնելու այդ նպատակի։ Եթե ոչ տակտիկական ունես, ոչ ստրատեգիական ու ինչ որ խոսում ես հարցերի լուծման մասին, դու միայն հարվածի տակ ես քեզ դնում, անիմաստ հարվածի տակ։ Պետք է հասկանալ, որ հիմա տարբեր ուժեր եւ հիմնականում Ռուսաստանը ուզում են Հայաստանը ներկաշեն խնդիրների մեջ։ Ռուսաստանը չի կարա վերականգնի իր ուժը Հայաստանում, դա անհնարին է, ամեն ինչից ինչ որ կատարվեց, բայց խառնել իրավիճակը, թուլացնել իրավիճակը, դա Ռուսաստանի նպատակն է, դրա համար բխում է հիմիկվա Ռուսաստանի իշխանությունների շահերից, դա ոչ վատ է, ոչ լավ է, պետք է պրագմատիկ վերաբերվել եւ մեծավարի լուրջ այդ խնդիրներին, չկիսել սև ու սպիտակ եւ հասկանալ մաքսիմալ մակրո իմաստներ։ Եթե հարցը գնում է դրա մեջ, որ Հայաստանը կարա չլնի կամ լնի, պետքա անխտորեն ընտրել լինելու իր կարգավիճակը։ Ես ուղղակի կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության, որպես իմ կարծիք նկատի ունեմ բնակիչներին, հասկանալ հիմիկվա իրավիճակը եւ այն իրավիճակը, որ նաեւ Ամերիկայում չգիտեն ոնց են զարգանալու իրադարձությունները։ Նաեւ հիմա
Ոչ ոք չգիտի Ամերիկայում, ոչ Ամերիկայի նախագահը, ոչ էլ ավելի ցածր պաշտոնյաները։ Այդպիսի բարտացել է իրավիճակը պատերազմի պատճառով։ Պարոն Ավագյան, այո, այդ պատերազմը, որն ընթանում է եւ արդեն 10 օրից ավել է ինչ ընթանում է, ըստ էության ուժերի դասավորությունը դարձել է շատ թե քիչ հասկանալի, սակայն անհասկանալի են մնում ելքերը։ Ելքեր առայն թե նախ որքան սա կարող է տևել բնականաբար ոչ անվերջ եւ երկրորդը ինչպիսի Իրան մենք կունենանք մեր հարևանությամբ այս պատերազմի արդյունքում, ինչ օպցիաների հետ մենք այստեղ գործ ունենք ըստ ձեզ, համեցեք։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հետևյալից սկսեմ։ Արդեն հաշվի առնելով, որ սկսվել է այդ պատերազմը, ուշ է ասել, որ լավ ելներ, որ չսկսվեր։ Դա անիմաստ է։ Արդեն սկսվել է։ Հայաստանը չի մասնակցել որոշման այդ հարցի, սկսվի թե չսկսվի։ Ոչ էլ Վրաստանը, ոչ էլ ազդումեր, ոչ էլ Ադրբեջանը, ոչ Վրաստանը, ոչ էլ Թուրքիա։ Թուրքիան ուզեր, չուզեր, հարցը Թուրքիայի չեն կնարվելու։ Թուրքիան ենթակա երկիր է, որ Հայաստանում չեն ուզում դա հասկանան։ Ոնց կասեն, տենց էլ կանեն թուրքերին։ Ոնց կասեն, ոչ անկախությունը 0 է դարել, ես ուղղակի ուզում եմ բացատրեմ, որ հասկան Թուրքիայի անկախությունը Եհերնից հետո դարել է 0։ Դրա համար միջև Եհերն ունեին շերտ հայ գործարարների, փողատերերի, որոնք տալիս էին թուրքերին անկախություն, հայերին կոտորեցին, դարան գործիք, միջև հիմա։ Դա մի մասն է, որ հասկանան, եթե Թուրքիան չի կարող ազդի, ուրեմն հասկանալի է, որ Հայաստանը չի կարող ազդի ոչ մի հարցերի վրա, դա բնական է։ Ուղղակի պիտի այդ բանը ասեի։ Հիմա Հայաստանին ինչ է հարկավոր։ Կամ որ Ամերիկան հաղթի այդ պատերազմում, դա համար մեկն է։ Կամ եթե չհաղթի, սարի իրավիճակը, որ պահպանվի Իրանի ու Հայաստանի սահմանը։ Դա էական է դառնում Հայաստանի համար։ Եթե Ամերիկան չի հաղթի, Իրանը չպիտի քայքայվի։ Եթե շատ պրագմատիկ եմ ես հիմա խոսում, եթե Ամերիկան հաղթում է, արդեն նշանակություն չունի, Իրանը քայքայվում է, մասը դառնում, թե չէ։ Բայց եթե Ամերիկան չի հաղթում ու Իրանը քայքայվում է, դառնում է մի քանի պետություն, դա իսկապես դառնում է վտանգավոր Հայաստանի անկախության համար։ Դա պետք է հասկանալ, դա շատ լուրջ է։ Խնդիրը ինչու՞մն է, այդ պատերազմը կարող տևի մի ամիս, բայց փորձագետների շատերը, որոնք եւ ուսումնասիրում են այս իրավիճակը եւ պատրաստվում էին որոշումները, որոնք մի մասը հաշվի չեն արել կամ հաշվի են արել, իրանք ասում են, որ դա մի տարի էլ կարող տևի եւ նաեւ տարիներ կարող տևի այդ պատերազմը։ Իրանը լավ պատրաստվել է այդ պատերազմին։ Հիմա մենք կարանք ասենք, բա ինչի մասին էր մտածում Ամերիկա եւ այլն եւ այլն։ Այդպիսի որոշումները դա հեշտ որոշում չի, դա այդ ձև չի գործում, որ Իսրայելի վարչապետը զանգեց Ամերիկայի նախագահին ու ասեց սկսեք պատերազմ, դա տենց չի աշխատում, հարգելիներս, ես շատ նայում եմ ոնց են խոսում մարդիկ, վերլուծություններ անում եւ մտածում են, որ հնարավոր է Իսրայելի վարչապետը զանգի, ասի սկսի ու ինքը սկսել է, տենց դա հեքիաթ է, դա հազար ու մի գործոն կա, ինչի է ընդունվել այդ որոշում։ Ես կողմնակից չեմ այդ որոշման, ինչի, դրա համար վստահություն կար։ Գիտեք, միշտ կա մի քանի տարբերակ, որը առաջարկում են նախագահին։ Ինքը որոշ տարբերակները հաշվի է առնում, որոշ չէ։ Հիմա այդ տարբերակներում, որ իրան առաջարկել են, իրան համոզել են, որ մի 3-4 օրվա մեջ իրան կհաղթեն։ Դա անհնարին բան էր, Իրանը հաղթելու 3-4 օրվա մեջ։ Նույնը Ռուսաստանի նախագահին համաձայնեցրել են, ինչի է սկսել պատերազմը Ուկրաինայի դեմ, որ 3 օրվա մեջ հաղթելու է։ Դա էլ էր անհնարին։ Այդ խնդիր կա, բայց մենք չենք կարա փոխենք այդ ամենը։ Կարելի է շատ պատմել, ինչի է սկսվել, կամ չէ, դա նույն բանը, ինչ որ պատմենք ատամը ինչի է սկսել ցավալ։ Արդեն որ ցավում է, կարևորը գնալ ու բուժել։ Հիմա Հայաստանին պետք է որ Ամերիկան հաղթի։ Եթե չհաղթեցել սարը ինչ որ մի ձև, որ Իրանը մաս-մաս չդառնա,
Դա ամենակարևորը այդ պատերազմի մեջ։ Պատերազմը պիտի լինի երկար։ Ինչ պետք է հաշվի առնել Հայաստանի համար։ Պարզա, որ պարսիկները բարեկամ ժողովուրդ են։ Ես չեմ ասում պետության մասին, պետք է տարբերություն դնել պետության մեջ եւ ժողովրդի մեջ։ Պարսիկները բարեկամ ժողովուրդ են հայերի, որպես ազգ։ Մեծ համայնք է մնացել, ինչքան քչացել է, պոտենցիալ կա մի 75-80 հազար հայի գալը Հայաստան, դա հսկա թիվ է։ Հայաստանը երևի, ոչ թե երևի, այդ վիճակում Հայաստանին պիտի օգնեն։ Այդ մարդիկ գալու են Հայաստանը հնարավոր ու արդեն եկել են շատերը, ինչքան ինձ Երևանից տեղյակ են պահում, որ շատացել է շատ Իրանի քաղաքացիների թիվը։ Եվրամիությունը, մնացած պետությունները պիտի օգնեն Հայաստանին այս վիճակում, դա է ձևը արվում։ Այդ մարդիկ չեն կարա հայ եղերնի ժամանակ հայ պարկվածների պես փողոցում քնեն ու ոչ ոք իրենց տունը չթողի։ Շատերը ձև են զոհվել եղերնից հետո ձեզ ասեմ։ Եվ հիվանդություններից, եւ սով, եւ այլն, եւ այլն։ Շատերը ուղղակի հերոստատիտողներից չգիտեն դրա մասին, ասեմ իմանաք։ Դրա համար Հայաստանը պիտի պատրաստ լինի այդ ամեն ինչին, բայց մենակ դժվար կլինի շատ Հայաստանի համար։ Ես համոզված եմ, որ աշխատանքը պիտի տարվի, դրա համար չեմ ասի, որ Հայաստանը պիտի դիմի։ Դա բնական է, դա լուրջ խնդիր է շատ։ Նույն ժամանակ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել Հայաստանին։ Ոչ ոք չգիտի այդ պախստականների մեջ ով է մտնելու Հայաստան։ Լիարժեք լուրջ ստուգում է պետք։ Դրա համար այդ կարա դառնա ամենամեծ վտանգ։ Դա չի նշանակում, որ ամեն մեկը ով մտել է ինչ որ սպայա կամ դիվերսանտ է կամ ինչ որ մի բան է, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այդ ռուսական ուժերը, որոնք Հայաստանի դեմ են աշխատում, հաշվի առնելով, որ Իրանը դաշնակից է Ռուսաստանը, իրանք հարավային սահմանից կարան մտնեն։ Հարգելի հերոստատիտողներ։ Դրա համար կան շատ լուրջ խնդիրներ։ Ես համոզված եմ, որ պետությունը միշտ ավելի ուժեղ է իր տարածքում, այդպիսի կանոն կա, կամ յուրաքանչյուր ուժեղ է։ Համոզված եմ, որ Հայաստանը այդ հարցերը կարա լուծի։ Ուղղակի այն հարցերն այն շարքն է, որ պետք է լուծել։ Ասենք, կան վտանգներ, միշտ կան պատասխաններ։ Ամեն մի հարցում, բայց ինչ որ վերաբերվում է երբ կվերջանա պատերազմը, ստե խնդիրը հետևյալն է։ Ամերիկան ոչնչացել է ամբողջ նավատորմը Իրանի, դա լուրջ է։ Հակաօդային ուժը մի 85% ոչնչացված է, դա շատ լուրջ է։ Ղեկավարության մեծ մասն է ոչնչացված։ Դա շատ մեծ արդյունքներ է Ամերիկայի։ Դա հեշտ չի անել եւ ցուցատալի, որ Ամերիկան գործել է շատ էֆեկտիվ։ Ասենք պատերազմի շրջանակներում, պատերազմը միշտ ունի նպատակներ։ Բայց մենք պիտի հասկանանք, որ Իրանը ուրիշ տեսակի պատերազմ է վարում Ամերիկայի դեմ։ Ինքը հասկանում է, որ ճակա չի կարա հաղթի Ամերիկային։ Բայց ինքը ուրիշ գործոններ է օգտագործում եւ հասկանում է ինչքան շատ տևելու է այդ պատերազմը, այդքան շատ մեծ հսկա խնդիրներ կլինեն Ամերիկայի եւ աշխարհի համար։ Այդ պայքար է գնում։ Հիմա որ ասենք Ամերիկան գիտի ոնց հաղթի, չգիտի, տարբեր միջոցները փորձելու է անի, որ հաղթի։ Հիմա որ ասենք ով է շահում այդ պատերազմից, հիմնականը Չինաստանն է։ Ստե պարադոքս մենք ունենք։ Դոնալդ Թրամփը, որի համար մեկ նպատակը եղել է եւ հիմա կա, Չինաստանին հաղթելն է, պաստորեն այդ պատերազմով արեց, որ Չինաստանը ավելի լավ վիճակի մեջ է հայտնվել, կամ եղել է միջև պատերազմ, դա խնդիրն է։ Եվ Ամերիկայի մեջ դա բերեց հակասությունների։ Օրինակ այն մարդիկ, ում հետ ես շփվում եմ անմիջապես, որոնք մոտակա շրջանակներից են իշխանության Ամերիկայի, իրանք բաժանվել են երկու մասի։ Մի մասը շարունակում է մնալ Ամերիկայի նախագահի հետ, իր քաղաքականության հետ, մի մասը էլ ասում է, դուք ասում եք Ամերիկան համար մեկն է ձեզ համար, բայց դուրս եկավ, որ Իսրայելն է համար մեկ ձեզ համար։
այդ ներքին ամերիկական խնդիրներն է, որ ես որպես դիտորդ ուղղակի դա պատմում եմ մեր դիտորդներին, ասենք, ես ոչ այն կողմն եմ, ոչ այն կողմն եմ, ասենք, եթե որ դիմում են ինչ-որ իմ կարծիքն եմ տալի որպես մասնագետ, դա իմ գործն է, բայց կան լուրջ խնդիրներ և տնտեսությունը գտնվում է և գտնվելու է աշխարհի շատ ծանր վիճակում, նավթը թանկացել է, ոչ միայն նավթը, շատ խնդիրներ է առաջանալու և եթե պահստականները գնան ոչ թե միայն Կովկաս, ոչ թե միայն Թուրքիա և Եվրոպա, բայց եթե իրանք գնան Միջին Ասիա, Միջին Ասիան փայթելու է, հետո իրանք անցնելու են Արևելյան Չինաստան, որտեղ մուսուլմաններ են ապրում 20 միլիոն, ճնշված վիճակում են, դե փայթուններ կլինեն ու կանցնեն Ռուսաստանի, Տատարստանի, Բաշկորտոստանի տարածքներ, որտեղ կա 6 միլիոն մուսուլման, որոնք էլի զենք են վերցնել։ Դες կարող ամեն ինչ խառնվի, ու այդ պատերազմը լայնանալու է, արդեն կախվածություն չի լինի, Իրանում ավարտվել է, թե չի ավարտվել։ Այդպիսի վիճակ է։ Կան մի գործոններ։ Հիմա Ադրբեջանին, քրդերին ճնշման ձևով բրդում են, որ մասնակցեն։ Բայց եւ քրդերը եւ ադրբեջանցիները հասկանում են ինչ կարա գա իրանց գլխին, պարսիկը կջարդի եւ քրդին եւ ադրբեջանցիներին։ Ադրբեջանական բանակը ոչ մի բան չի կարող անի։ Կջարդեն, կջնջեն կետա։ Հիմիկվա վիճակում օգնությամբ Իսրայելի, Ամերիկայի ոչ մի բան չի կարող անի հիմիկվա Իրանի դեմ։ Կարող է վահը կարող անի, որ ավելի լուրջ հարվածներ հասնեն, ավելի թուլանա իրանական բանը, բայց այսօր չեն կարող։ Եվ քրդերի ղեկավարները եւ Ադրբեջանի ղեկավարը դա հասկանում են այս իրավիճակը։ Դե այդքան երկար խոսացի, որ մի քիչ մարդիկ այդ ծանր բարդ իրավիճակը հասկանան, որ այդքան հեշտ չի։ Սև ու սպիտակ չի ամեն ինչը այս վիճակում։ Պարոն Ավագյան, մենք ձեզ հետ ինչ քննարկում ենք նախընտրական Հայաստանի համատեքստում, Հայաստանն այսօր բավականին ծանր հիբրիդային ճնշումների տակ է Ռուսաստանի կողմից, սա այլևս անթաքույց է, ռուսները դա չեն թաքցնում, ռուսները այսօր թիրախավորել են թե Հայաստանի ներքին պրոցեսները, թե Հայաստանի տարածաշրջանային օրակարգը, թե Հայաստանի միջազգային օրակարգը։ Ռուսներն ընկալում են, որ Հայաստանի ցանկացած քայլ, որը ամրացնում է իր սուվերենությունը, դա ռուսաֆոբիա է։ Ռուսների ընկալումը այդպիսինն է։ Եվ ըստ էության, այո, նրանք թիրախավորում են այդ թվում նաև իրենց շահերը ներկայացնող խմբերի կողմից Հայաստանի ներսում, որոնք իրենց թյուրիմացաբար, այսպես ասենք, քաղաքական ուժ են կոչում կամ այդպիսի կարգավիճակ են ձեռք բերել եւ մասնակցում են այս նախընտրական գործընթացներին։ Ընդ որում այդ դրսևորումներից մեկին էլ անդրադառնում է այսօր այս ուրեմն արտաքին հետախուզության ծառայությունը իր այս հայտարարությամբ, որը մենք ունենք եւ որը ես նաեւ ձեզ ներկայացրեցի եւ մեր հեռուստադիտողներին։ Ինչպիսին է ձեր գնահատականը, դուք ձեր Տիգրան Ավագյան լայվ ալիքով հատուկ հաղորդում նվիրեցիք այդ թեմային, այն ընդ որում մեր ունկնդիրները եւս կարող են հենց ձեր էջից նայել, ընդ որում թե Facebook-յան, թե YouTube-յան, թե նաեւ այլ հարթակներում եւս, բայց Հայաստանում դրանք են ամենատարածվածը։ Հիմա խնդիրը հետևյալն է, դուք հենց այս հետախուզության, մտահոգության այս տրամաբանության մեջ ինչ եք տեսնում Հայաստանի ներսում եւ ինչ անելիքներ եք ըստ այդմ տեսնում, համեցեք։ Շնորհակալություն։ Դե ես ի սկզբանե ասեցի այս թողարկման սկզբում, որ անվտանգությունը շատ ճիշտ է գործում։ IPC հայտարարություն անելով, դրա համար մեր դաշնակիցները արևմուտքում իրանք են լսում, դա մենակ հայտարարություն չի։ Եթե անվտանգության համակարգը երկրի IPC հայտարարություն անում,
Դա նշանակում է, որ համապատասխան գործունեությունները լինելու դաշնակիցների կողմից։ Հիմա ով են Հայաստանի դաշնակիցները հիմիկվա վիճակում։ Դա դուր է գալի, թե դուր չի գալի։ Ես անընդհատ անդրադառնում եմ այն մտքի, որ միակ երկիրը այս աշխարհում, որը կարա ապահովի Հայաստանի անկախությունը, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Ուրիշ երկիր գոյություն չունի։ Ասենք կա երկրորդ երկիր, բայց այդ երկիրը Հայաստանով ոչ հետաքրքրվում է, եւ մենք պիտի հասկանանք, որ հարձակումը Հայաստանի վրա, հարձակումը Ուկրաինայի վրա, եթե այդ երկիրը Չինաստանը դատի ունե, չասել, այո, թույլ ոչ ոք չեն անի։ Հայերն էլ պիտի հասկանան, հայերը, որ ասում են մենք պիտի Չինաստանի հետ միանանք, իրանք ուղղակի իրավիճակը չեն հասկանում։ Դա ինչն է։ Դա չի նշանակում Չինաստանը վատն է կամ ինչ որ մի բան։ Դա ռեալ իրականությունն է։ Ամերիկան մենակ կարող ապահովի հիմա, ուրիշ երկիրը ուղղակի ուզել ի վիճակի չի, ուժ չունի։ Դրա համար Ամերիկայի հետ հարաբերությունները եւ այդ հայտարարությունը կարեւորություն ունի։ Դրա համար ով կարա կասեցնի, օգնի Հայաստանի անվտանգությանը, օգնի, որ Հայաստանը կարա այդ Ռուսաստանի փորձերը կասեցնի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարան եւ պիտի անեն։ Դրա համար Ամերիկան իրան տշնամի չի այդ հարցում։ Այո։ Որ չանի։ Էդի մեկ։ Երկրորդը հասկանալի է, որ Ռուսաստանը պիտի օգտագործի Ռուսաստանի հայկական համայնքը։ Բազմամիլիոնանոց Ռուսաստանի հայկական համայնքը։ Այն մարդիկ Ռուսաստանի հայերը այնտեղ գերի են գտնվում։ Արդեն տանում են բիզնեսները իրանց ձեռից, թալնում են, տասնյակ գործարարներ արդեն 30-40 տարի հոդվածներով դատվել են, որ փողը տանեն, տասնյակ հազարներ ուղարկում են, որ մեռնեն ռուսական աշխարհի համար Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանը Հայաստանին դավաճանեց, իսկ հայերը գնում են զոհվել, որ Ռուսաստանը Ուկրաինային ոչնչացնի։ Դա կատաստրոֆիկ իրավիճակ է։ Անխելքության իրավիճակ է, բայց կարանք մենք մեղադրենք Ռուսաստանի հայերին։ Իրանք 40 տարի նայում են հերոստատեսություն, որը լցնում են իրանց գլուխները այդ ապուշությունը։ Ինչով իրանք շարժում են։ Բայց հաշվի առնելով այդպիսի վիճակ, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ ռուսահայ համայնքը օգտագործի Հայաստանում իր դիրքերը ամրապնդելու համար։ Բայց հիմա արդեն սկսվում է սահմանապահ զորքերի անվտանգության Հայաստանի աշխատանքը։ Պիտի հսկի ով է մտնում, եւ համոզված եմ հսկում է, անհնարին է ուրիշ ձև, կասկած չունեմ ես, որ չի հսկում։ Ասենք, ով ինչ նպատակներով է մտնում, ինչ է ներբերում, մանավանդ ընտրությունների համար։ Հիմա ասեմ ուրիշ կարծիք։ Այսպիսի դրսից որպես ես նայում եմ։ Ես չեմ տենում այն էլեկտորատը, ընտրողների մասը, որոնք կարան ռուսական ուժերին հաղթանակ բերեն Հայաստանում։ Այո։ Եթե նաև Հայաստանի իշխանությունը չգործի, դա անհնարին բան է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, բայց պարզա պետք է գործել, դա հասկանալի է։ Ես միշտ հայերին, հայրենակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դե ոչ բոլորը հայ են, դրա համար առանձնացնում են, բայց քաղաքացի են։ Ես միշտ կոչ եմ անում, նայեք ավելի լուրջ ձևով անկախության վրա։ Հարցը, եթե օրինակ, կան Հայաստանի հայերը, կան Սփյուռք։ Հայաստանի ճակատագիրը պիտի որոշեն Հայաստանի քաղաքացիները։ Ես չեմ կարող որոշեմ Հայաստանի ճակատագիրը միայն մի պատճառով։ Ես Հայաստանի քաղաքացի չեմ։ Եթե Հայաստանի քաղաքացի լինեի կամ լինեմ, դա ուրիշ բան, իրավունք ունեմ, մասնակցեմ, աշխատեմ եւ այլն եւ այլն։ Բայց ես քաղաքացի չեմ։ Մնացած ոչ քաղաքացիները իրավունք չունեն Հայաստանի ճակատագիրը որոշել։ Դա սկզբունքային պետականության սկզբունքը։ Եվ աշխարհում, եւ կայունության համար։ Բայց ինձ շատ հարցեր են տալիս Սփյուռքի հայությունը, բայց ոնց մենք փոխենք իրավիճակը։ Ես ասում եմ, իմ կարծիք, եթե ուզում եք փոխեք, դուք տենում եք տարբեր ոլորտներ Հայաստանում։
եկեք այդ ոլորտները ուժեղացնենք։ Այո։ Էդի մեկ, եթե ուզում եք կոնկրետ Արագոցուտնում փոխեք կամ Լորիում փոխեք, եկեք այնտե բնակվեք, ստացեք քաղաքացիություն, զարգացրեք, բացեք աշխատանքային տեղեր, բերեք հայեր, իրավիճակը կփոխվի եւ մնացածը կփոխվի։ Բայց փոխել մի օրվա մեջ դա հեղափոխությունն է։ Այս վիճակում հեղափոխությունը Հայաստանը կարող ոչնչացնի այս վիճակում։ Բայց դա իմ սուբյեկտիվ մասնագիտական կարծիք է։ Ես ոչ մեկին չեմ պարտադրում, որ իմ կարծիքով շարժվեն, բայց պիտի ասեմ։ Փոքր երկրի համար փոփոխությունը պիտի համաժողով լինի հայերի, որոնք նայեն ոնց կարան հիմիկվա Հայաստանը սարքեն ավելի ուժեղ։ Ոչ թե մի վարչապետ բերեն, մյուսը բերեն ու հաջորդ օրը ասեն, այդ ում ենք ընտրել։ Հետի հայերի խնդիրն է, ընտրում են, հետո հաջորդ օրը սկսում են բողոքել։ Գուցե մտածել է պետք մինչև ընտրություններ, ոնց եք ընտրում, ում եք ընտրում։ Կամ եթե ընտրում եք, պատասխանատվություն կրեք ձեր ձայնի համար։ Դա իմ մոտեցումն է, ոնց որ ես եմ նայում։ Կան ընտրություններ։ Եվ պետության մեջ, եթե իշխանությունը փոխվում է ոչ թե ընտրություններով, դա քայքայում է այդ պետությունը։ Լավ լինի պետությունը, վատ լինի պետությունը, լավ վարչապետ, վատ վարչապետ, համաձայն եք ինչ որ քաղաքականության հետ, օգնեք այդ քաղաքականությանը։ Դեմ եք, տենում ենք, որ հակահայկական է, մասնակցեք էֆեկտիվ ձևով, ոչ թե խոսալով կամ օգնելով այլ երկրներին, որոնք ուզում են Հայաստանը ոչնչացնել։ Ռուսաստանը ոչ մի լավ միտում Հայաստանի նկատմամբ չունի։ Այս վերջի 200 տարվա մեջ Ռուսաստանը ցույց է տվել, ոնց է ինքը տենում Հայաստանը։ Հայերի տարածքը քչացել է էթնիկական Հարավային Կովկասում։ Հենց Ռուսաստանը երբ մուտք արեց հայկական լեռնաշխարհ։ Ուրա հիմի Գարդմանը, ուրա Արցախը, ուրա Նախիջևանը, ուրա մյուս տարածքները։ Դա քրիստոնյա կայսրության մեջ են եղել։ Ոչ թե մուսուլման երկրի մեջ։ Մուսուլման երկրի մեջ լինելով հայերը ապրում էին այնտե։ Ռուսները եկան այնտե մի հոգի հայ չկա։ Դա էլ պետք է հաշվի առնել։ Եվ ամփոփելով, պարոն Ավագյան, այսօր բոլորը խոսում են Հայաստանի սուվերենությունից եւ իմ համոզմամբ դա ամենակարևոր հարցն է, որովհետեւ եթե չկա սուվերենություն, ապա պետություն չկա, այսպես ասենք։ Այս սուվերեն լինելու համար ոչ միայն իշխանությունը քաղաքական process-ում, այլև ընդդիմությունը պետք է լինի սուվերեն։ Մենք տեսնում ենք, որ այն ուժերը, որոնք իրենց ներկայացնում են ընդդիմություն, այսօր ուղղակիորեն ռետրանսլյատորի դերում են Մոսկվայի շահերի տեսակետից եւ նախ սուբյեկտային էլ չեն, հա, ուղղակի կամահաճույքներն են կատարում շատերը նաև շատ հարցերում, լինելով թե ունեցվածքի առումով, թե մարդկանց առումով ուղղակի պատանդի կարգավիճակում են, մեկը, ասենք, այն թեմի առաջնորդը, որը Մոսկվայում է նստած, որը նաև ինչպես հայտնի դարձավ KGB-ի ագենտ է եղել թղթով։ Եվ այլն, եւ բազմաթիվ այսպիսի պատմություններ։ Ես չեմ ուզում, որ մենք անձեր քննարկենք։ Ես կցանկանայի, որ մենք երևույթներ եւ process-ներ քննարկենք, նաեւ այդ անցանկալի process-ներին դիմագրավելու հարցեր քննարկենք։ Հայաստանում չի կարող ընդդիմություն լինել Պուտինը, հա, այս կամ այն կերպարանքով։ Սա շատ կարեւոր է, որ լուծվի։ Մինչդեռ մենք այստեղ խնդիր ունենք, համեցեք։ Շնորհակալություն։ Ճիշտ ասած, այսօրվա իմ ելույթը հենց այդ հարցին էր նվիրված հիմնականում էնդեմության եւ իշխանությունների բավականին շատ ոչ թե միայն լուրջ հարց, այն հարցը, որ երկու խոսքով չեմ կարող պատասխան տալ, ազգի
ամբողջ ազգի համար շատ լուրջ հարց է։ Ես ինչ ուզում եմ ասեմ, իմ վերաբերումը եկեղեցական հարցերին։ Պետք է միշտ առանձնացնել անձերին եկեղեցի մեջ, եկեղեցուց։ Դա իմ կարծիքն է որպես հայի եւ հայ առաքելական եկեղեցու զավակի։ Հայը միշտ պիտի պաշտպանի եկեղեցին։ Եկեղեցին միակ համահայկական կազմակերպությունը, համարյա։ Դրա համար ոչ բոլոր հայերը հայ առաքելական եկեղեցու զավակները մեծամասնությունն է։ Բայց եթե եկեղեցու ղեկավարները աշխատում են ազգի դեմ, ուրիշ երկրի համար, դա ընդունելի չի։ Այդքան բան ես ուզում եմ ասեմ եկեղեցու մասին։ Բայց ես չեմ խառնում եկեղեցին եւ անձերին, որոնք ասենք ազգի դեմ են աշխատում կամ ուրիշ պետությունների համար են աշխատում։ Դա մեծ տարբերություն կա, չի կարելի դա խառնել մի մասի մեջ։ Նույնը դա վերաբերում է, ուզում եմ ավելի մանրամասն ասեմ, ոչ թե մենակ այդ խնդիրները Էջմիածին, բայց ցավալի է, որ հայ Երուսաղեմի պատրիարքը ցավոք նույն պատմության մեջ համատել տենց ասած երևի, որ իրան կարացել են ճնշեն, որ ինքը վաճառեց, ծախեց 25% հայկական հողերի, ոնց որ հիմա արևմտքի քաղաքական գործիչները, որոնց վրա Էփշտեյնի ֆայլեր են աշխատացնում։ Դա ահավոր է։ Եվ դա խոսում է դրա մասին, որ հայերի անվտանգությունը գոյություն չունի Հայաստանից դուրս, բարձա Հայաստանում էլ պետք է կատարելագործել, դրա համար միշտ կավենիշ կատարելագործելը պետք է։ Դա լուրջ խնդիրներ են ազգային։ Ինչ որ վերաբերվում է ազգային էլիտային, Ռուսաստանի հետ, եթե այն ինդիմությունը, որը առաջարկում է Ռուսաստանի հետ մոտիկանալը, դաշնակցություն անելը, ինչ որ մի ապագա ցույց տար, որը Հայաստանը պիտի հասնի ու բարգավաճի, ես պարտադիր կլինեի կողմնակից։ Բայց հաշվի առնելով, որ այսօր վաղը Ռուսաստանը չի ելնելու ընդհանրապես, դա որոշված է։ Ոչ թե միայն որոշված է, դեմոգրաֆիան, տնտեսությունը, քաղաքականությունը, ամեն ինչը ցույց է տալի, այդ երկիրը չի լինելու։ Ինչ դաշնակցության մասին, Ռուսաստանի մասին կարելի է խոսալ։ Ընդհանրապես գոյություն չունի լավ տարբերակ, ինչ վերաբերում ենք Ռուսաստանի։ Չի լինելու այդ պետությունը։ Եվ դա ոչ թե խոսքերն է, դա տարբեր գործոններ կան, որոնք ցույց են տալի, որ չի ելնելու։ Այս վիճակում Ռուսաստանը փորձում է ապրի, դա հասկանալի է, իշխանությունը ոչ թե Ռուսաստանը։ Ինչ որ նպատակներ հասնի։ Պարզա, որ հետևյալը ուզում եմ ասեմ, մաքսիմալ նպատակը Ռուսաստանի շատ ձայն հավաքեն պրոռուսական ուժերը, որ հետո կարան Հայաստանի կառավարումը խանգարեն։ Իրենք գիտեն, որ չեն կարող հաղթեն։ Դա հասկանալի է։ Բայց այն մարդիկ, որոնք մտածում են, որ Ռուսաստանը այդ լավ է լինելու, իրանք պիտի նայեն գործերի վրա։ Ռուսաստանը օպերացիան անցկացրեց Արցախի կորցանման եւ կազմակերպեց, անցկացրեց։ Ռուսաստանը հայ իշխանությունը 1999 թվականին ոչնչացրեց։ Նույն ժամանակ, ասեմ հայ պատրիոտներին, 1994 թվականին հենց Ռուսաստանը կանգնեցրեց հայկական զորքերի արշավանքը դեպի Ադրբեջան։ Հենց Ռուսաստանը չթողեց, որ հայ հերոսները բարձրացնեն լեզգիններին, ավարցիներին, տալիշներին։ Եվ մնացածը ես կարամ ժամերով ձեզ պատմեմ, եթե դուք տեղյակ չեք։ Դուք գիտեք, որ իմ պապուս եղբայրները զենք էին տանում, Արևմտյան Հայաստանից մտնում էին Ռուսաստան, զենք էին տանում ֆիդայիններին։ Ու հենց ռուսները հարձակվեցին, իմ չգիտեմ ինչքան գրական է այդ խոսքը, հալալ պապուս մեծ աղբերներին սպանել են 3 հոգու։ Եվ մնացած եղբայրը Համո Ջամպոլադյանը այդ ռուսներին խփեց ու ոչնչացրեց 1904 թվականին։
Դրա համար իմ մոտ այդ սերը, որ Հայաստանում չգիտեմ որտեղից է եկել, Ռուսաստանի նկատմամբ գոյություն չունի։ Ասեմ ձեզ, բարձ ոնց որ կա։ Ոչ էլ եղել է։ Շատ էմոցիոնալ եմ պատմել, բայց հաշվի առնելով ոնց որ ամեն մեկս իմ ընտանիքին է դա վերաբերվել։ Այո, Ինձ համար այդ սերը Ռուսաստանի նկատմամբ միշտ եղել է անհասկանալի։ Որոշ հայ ազգի մասի մեջ։ Այդպիսի կտամ պատասխան։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ավագյան, ձեր այս կարևոր հանգամանալից դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողներին ներկայացնելու առաջարկությունները եւս եւ շնորհակալ եմ ձեզ մեր եթերին ժամանակ հատկացնելու համար։ Հետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում նաեւ ձեր օգնությամբ։ Մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ստեսություն։ Շնորհակալություն եւ աջակցություն ստեսություն։ Մենք լսեցինք մեր գործընկեր, միջազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյան live ալիքի հիմնադիր եւ վարող հենց Տիգրան Ավագյանին, լսեցինք իր դիտարկումները կապված նախընտրական Հայաստանում Ռուսաստանի միջամտությունների, Հայաստանի անելիքների, ինչպես նաև մեր տարածաշրջանում այս մեծ տարածաշրջանային պատերազմի ուրվագծերով